Շնորհակալ եմ, պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, Տիկին Անդրեասյան ներկայացրեց նախագծի բովանդակությունը, պարզապես 1-2 իմ կողմից նաև այս ընթացքում հեռախոսազանգերի եւ նամակների միջոցով ստացել ենք առաջարկություններ։ Մեր խոսակցության ընթացքում նշել եք, որ այո, այդպես է, բայց կուզեմ նաև եզրափակիչ ելույթում հրապարակայնացնենք։ Նախագիծը ինչի մասին, այսինքն մենք ասում ենք զինվորական ծառայությունից ազատվեն այն հայաստանյան քաղաքացիները, ովքեր top 50 բուհերում, այս այդ մասին կանադառնամ պարոն Նազարյան, ուսումնառությունը ավարտելուց հետո կառավարության սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում առնվազն 3 տարի կաշխատեն։ Հիմա առաջարկներից մեկը հետևյալն է, որ այս պահին մենք ունենք ուսանողներ, այդ թվում ձեր կողմից հենց նշած 570-ի մեջ, որ օրինակ իրանք 3-րդ կամ 2-րդ կրթական աստիճանի, այսինքն բակալավրը ավարտել են, մի հատ էլ ստացել են տարկետում մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի համար, իրենք ուզում էին հստակ իմանալ, որ եթե անգամ այս պահին կիսատ են թողնում ասպիրանտուրան, բայց այդ top 50-ի մեջ ավարտել են բակալավրը եւ մագիստրատուրան, ուզում են օր առաջ վերադառնալ, ասենք Հայաստանում աշխատելու, կկարողանան արդյոք այդ դեպքում օգտվել դրանից եւ առաջարկներից մեկն էլ հետեւյալն էր, որ պարզ է, որ 3 տարի անընդմեջ գուցե հնարավոր չլինի աշխատել, հա մի գործատու կարող է ընկերությունը փակվի կամ այդ 3 տարի մեջ 3 օր չաշխատես, չգիտեմ, COVID էր եղել, հա հիշում ենք փակվել են։ Առաջարկներից մեկն էլ հենց այդ է, որ սահմանեն գոնե, օրինակ աշխատանքի ընդունման պահից 4 կամ 5 տարի ժամկետում առնվազն 3 տարի աշխատի, սա ես ասացի, որ այդ կնշանակի, որ այդ քաղաքացիները առնվազն այդ 4, եթե սահմանենք 4 տարի կմնան Հայաստանի Հանրապետությունում, եթե չասեմ էլ ավելի։ Ինչ վերաբերում է top 50-ին, պարոն Նազարյան, այդ top 50-ը, որ ասում եք հայկական բուհերն ներառենք, եւ որ ներառելով լիներ, առաջին տասնյակում կներառեինք, բայց ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում այսքան որ խոսում ենք բուհեր, հա, երբ որ մի բուհի ես կպնում, ասում եմ ես 100 քանի տարվա եմ մեկ, ասում եմ ես, չգիտեմ, իմ մոտ սովորել է այս ինչ մարդը, ցավոք սրտի հայկական ոչ մի բուհերից, չգիտեմ, լավագույն նույնիսկ երևի 700-ի մեջ չունենք, հա 500-ի մեջ առնվազն չունենք եւ մեր թիրախը հենց այդ է առնվազն մեր թիրախը հենց այդ է ձեր համար էի ասում որ ասում եք 50-ում հայկականներ ներառենք որ ներառողը մենք լինեինք ինձ թվում է վաղուց ներառած կլինեինք եւ միայն հայկականները կլինեին top 50-ում եթե մեր ձեռը լիներ այդ ներառել հա բայց մենք չենք անում այսինքն կա միջազգային հեղինակավոր կազմակերպություն որը չափում է խոսում եք հեռախոսով չլսեցիք հայկական ոչ մի բու նույնիսկ 100-ի մեջ չկա 200-ի 300-ի 400-ի 500-ի 600-ի Սա այս մասով ժամանակս կա, բայց կարամ այստեղ կանգնեմ մի քիչ շատ։ Չէ, հարցեր չեն կարող, չէ՞, լինեն նկատի ունեն։